Հումորիստ երաժիշտ Գարիկ Պապոյանը այս տարիների ընթացքում երբեք չի կորցրել իր աշխատելու ռիթմը եւ որ ոլորտում էլ որ Գարիկն աշխատում է, հաջողության է հասնում։ Գարիկն ու նրա կինը Մարիանան արդեն 11 տարի է ինչ ամուսնացած են, սակայն ձեզանից քչերը գիտեն զույգի սիրո պատմությունը բոլոր մանրամասներով։ Star News-ը անդրադառնում է Գարիկի ու Մարիաննայի սիրո պատմությանը, ընտանիքի անցած ճանապարհին եւ նաեւ բարդ փուլերին։ Գարիկն ու Մարիանան առաջին անգամ հանդիպել են X Factor նախագծի ժամանակ, որտեղ Գարիկը ժյուրիի անդամ էր, իսկ Մարիանան մասնակիցների շարքում էր։ Ինչպես արդեն հետո զույգը անկեղծացել է, իրենք նախագծի ընթացքում շփում չեն ունեցել։ Գարիկը մի անգամ իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսելով այդ մասին պատմել է. Առաջին տպավորությունը Մարիաննայի տարբերվում էր մնացած բոլոր մասնակիցներից, ու տպավորությունս այն էր, որ ես իրեն ճանաչում էի։ Ու երբ նա երգում էր, ամբողջ ընթացքում ուզում էի հիշել, թե որտեղից եմ ճանաչում նրան։ Բոլորին հարցրել եմ ու ասել, որ ծանոթ դեմք ունի այս աղջիկը։ Պարզվեց, որ ոչ, չեմ ճանաչում, բայց երևի գլխիս մեջ կար էս կերպարը։ Մարիաննան եկավ ու համապատասխանեց դրան։ Անկեղծացել էր Գարիկ Պապոյանը։ Մարիաննան եւս պատմել է իրենց առաջին հանդիպման եւ զգացողությունների մասին։ Նա ասել է հետեւյալը. Պրոյեկտի շրջանակներում մենք ընդհանրապես շփում չենք ունեցել։ Ձևաչափն էլ այնպիսին էր, որ մասնակիցները պրոդյուսերների հետ պետք է չընկերանային եւ մտերիմ չլինեին։ Մեր շփումը սկսվել է նախագծից 1-2 ամիս հետո։ Համացանցում սկսեցինք խոսել, երգերով փոխանակվել ու այդպես հասկացանք, որ այլ հետաքրքրություններ եւս ունենք։ Մեր շփման սկզբնական փուլի, ընկերության, հետո արդեն նշանվելու ընթացքը շատ սահուն է եղել, նշել էր Մարիաննան։ Հավելենք նաև, որ այս տարիների ընթացքում Գարիկն ու Մարիաննան ընտանեկան հրապարակումներ շատ չեն անում իրենց սոցիալական էջերում եւ անձնական կյանքի մասին էլ շատ չեն խոսում։ Զույգը 3 երեխա ունի, 3 հրաշք աղջիկներ՝ Ամելին, Ադանեն եւ փոքրիկ Ագաթան։ Երրորդ դստեր ծնունդից հետո հումորիստը խոսել էր որդի ունենալու ցանկության մասին։ Նա նշել էր հետեւյալը. Իդեալական է, երբ 2 սեռի երեխա էլ ունես։ Հրաշք է, երբ տեսնում ես իրենք ինչքան տարբեր են, ինչքան բան կարող ես իրենց սովորեցնել ու իրենցից սովորել։ Շատ կուզեմ տղա երեխա էլ ունենալ, ասել էր Գարիկը։ Մարիաննան եւս խոսել է տղա երեխա ունենալու մասին, նշելով, որ երրորդ հղիության ժամանակ ցանկացել է տղա ունենալ, բայց չի տխրել, որովհետև հետո ցանկացել է ունենալ այնպիսի երեխա, ինչպիսին երրորդ աղջիկն է՝ Ադանեն։ Սեռային տարբերության ցանկություն կար, բայց այս փուլում դեռ չեմ ուզում էլի երեխա ունենալ, ասել էր Մարիաննան։ Մարիաննան խոսել էր նաև իր գերհոգնածության սթրեսային օրերի եւ դրանց հաղթահարման մասին։ Նա նշել էր հետեւյալը. Երեխաների ծնվելուց հետո հոգեկան վիճակը կայուն չի լինում։ Լինում էին մարդիկ, որ ասում էին՝ ինչի ես լացում, ախր սենց հրաշք ունես։ Նման արտահայտությունները մարդուն հունից հանում են։ Իրականում ասողները ցանկանում են, որ քեզ մոտ լավ լինի, բայց այդ խոսքերից, այդ դիսոնանսից սկսում ես մտածել, ոնց անես, որ լավ լինի։ Մի բան պատմեմ, երբ ես սովորում էի, անքուն գիշերներ էի ունենում ու անընդհատ կարդում էի, որպեսզի հասցնեմ, սթրեսների մեջ էի ընկնում։ Ինձ թվում էր, կյանքն ավարտվում է, բայց տարիներ անց, երբ չէի քնում ոչ թե կարդալու եւ սովորելու, այլ երեխաներիս համար այլ զգացողություն էր։ Ամեն դժվար իրավիճակում փորձում եմ գտնել միայն դրականը։ Նաև Star News-ի աչքից չէր վրիպել, որ խոսելով հետծննդաբերական դեպրեսիայի մասին Մարիաննան նշել էր հետեւյալը. Նա ասել էր, որ 3 անգամ զգացել է դա, առաջին երեխայից հետո ապրել է հետծննդաբերական դեպրեսիա, բայց չի հասկացել ինչ է, քանի որ չի եղել իր առջև օրինակ, որ հասկանա։ Մարիաննայի խոսքով դու չես ընտրում հետծննդաբերական սթրեսը, դա կենսաբանական վիճակ է եւ դու պետք է դա ընդունես։ Ինձ թվում էր, որ պետք է ինձ հավաքեմ, բայց պիտի թողնես, որ այդ զգացողություններն էլ քո մեջ լինեն, ապրես ու անցնի այդ դժվար շրջանի ու բարդ փուլերի մասին, այսպես էր արտահայտվել հումորիստ երաժիշտ Գարիկ Պապոյանի կինը Մարիաննան։ Հավելենք նաև, որ Գարիկ Պապոյանն ու նրա կինը սոցիալական հարթակներում շատ ակտիվ լինելով հրապարակում են տարբեր տեսանյութեր, ցույց տալով բաղադրատոմսեր, ինչպես նաև ընտանեկան հավաքույթից հատվածներ։ Առաջարկում ենք դիտել մի քանի տեսանյութ։ Բոլորին սիրելի ընկերներ, բազմաթիվ հետևորդների խնդրանքով ես նորից եւ նորից իմեջում տեղադրում եմ իմ բլոգի սկիզբը համարվող վեգան լամաջոների բաղադրատոմսը։ Վայելեք։
Խանութից գնում ենք այսպիսի լամաջոյի լոշիկներ, ուշադիր ենք լինում, որ բաղադրության մեջ չլինեն ավելորդ բաղադրիչներ, միայն ալյուր, աղ եւ ջուր։ Հետո վերցնում ենք սպիտակ լոբին տոմատի մեջ եւ աջիկաներից, որը որ նախընտրում եք, իմ նախընտրածները սրանք են։ Բնականաբար ավելի առողջ եւ նախընտրելի տարբերակ է լոբին եւ աջիկան պատրաստել տան պայմաններում, բայց այսպես շատ ավելի արագ է։ Այս ամենը լավ հարելուց հետո տարածում ենք լոշիկների վրա եւ տեղափոխում ջեռոցը մոտ 250 աստիճանի տակ, մոտավորապես 12-13 րոպեով։ Այսքանն է։ Ինչպես տեսակ աղմուկ հանած այս լամաջոների ամբողջ գաղտնիքը եւ համը չափազանց պարզության մեջ է։ Հեսա մի հատ փորձեք կասեք համոված թե չէ։ Այս ինչ դա բաներ ասակի խորոդիկ իմե յարանի։ Սիսերովա, քրքումովա, էլի սիսերովա կարմիր բիբարով, խորոված, սպանախով եւ բանով, անուշակագույն։ Անուշակագույն։ Սակամով։ Վաու։ Հիմա սանց դերինից։ Փորձում ենք կանաչը։ Այս աստղային ֆոկուս խմբից հասկացաք, որ այս հումուսները անմահական են։ Բաղադրատոմսը շատ պարզ ու հասարակ է, նկարագրության հատվածում կթողնեմ բազային բաղադրատոմսը, իսկ մնացածը ընդամենը ավելացնում եք մեկական բաղադրիչ։ Սամանետուր էսի դնեմ։ Չէ, ցավրամ, թոմնա, էսա մնա։ Մի հատ լամաջո եւ զումուտեի աղջիկները դեկան ձերից հոնա տարան։ Դες ոնց տարան։ Այս հումուսները պրոստո վերջտա։ Մի հատ էլ ես կտած տանեմ Լիլիթին։ Հետևի ֆոնը։ Ուй դեն լամաջոները պայլում, երեխեք նեկը։ Ձունագե գնացեք դուրս խաղացեք, հաց ուտեք։ Хочете тesta. Թող, բաբա, թող։ Գալիքսոնա, նորտալվա քշեր։ Կգեշանամ։ Знаешь, ջուրը բացում են, մտնում են մեջը։ Մտնակ էլի խնդրում։ Ես բան չեմ գերել։ 3 հատի բան եմ։ Տեսա՞ր ով այստեղ քույնը, քույն։ Արա, Queen's Gambit։ Գնացինք ջեր։ Գնացինք։ Տեսնենք միասին, որ գնանք այլ կերպի մրցաշարին, հագնում ենք շրջազգեստս, հոպա, իսկ այն նաև տաբատ է, այստեղ շպարվում եմ։ Ինձ մոտ հիմնականում այդպես է, հավեսի եմ ընկնում, մի 3-4 օր շարունակ շպարվում եմ, հետո հիմնականում մնում եմ առանց շպարի։ Պիտի գնա ընկերուս հետ, սակայն նրան հարմար չեկավ եւ գնացի միայն։ Հիմակիցը։ Մենք ինչ որ բաներ հաշվի առնելով մեր խմբի անունը դրեցինք այլ կերպի, հիմա տեսեք ինչպես ենք խաղում։ Բերքավակ։ Վայ, անկեղծ կասեմ, շատ եմ սիրում այլ կերպ խաղալ ու նաև մնջախաղ ու սենց նկարելով բաներ, իսկ ես ստացա լավագույն մրցանակ նկարելու համար։ Ինչպես նաև շատ լավ արդյունքներ ցույց տվեցինք, ցավոք չհաղթեցինք,